Անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Երևանի համար։ Մի հատ այս ընդհատիկ տրոլեյբուսի համար նոր եթեր բացեք։ Բարև ձեզ։ Ողջույն, Ժորժ ջան, ողջույն։ Բան ասրանես ինչ կա։ Ստուգում ենք, փորձ ենք անում 20 Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բան ասրաները նախարարին եմ ասում, բայց սցենար նայել եք, որ անձրևը լինի բան։ Անձրևը լինի։ Հա, դա բան չի, չէ, այսինքն ուրիշ շատ լավ։ Այն ծայրի նպահով արչապետ գնանք մտնենք մեզ մի անգամից։ Բարև ձեզ։ Նոստալգիա։ Hi everyone, how are you? Այս հատվածը նոստալգիա չի տալիս մի քիչ Մարիոտը։ Բարև ձեզ, Ժորժ։ Բարև ձեզ։ Մենք ենք շնորհակալ, բարև ձեզ։ Այս կողմից։ Դիմացից։ Դավիթ ջան։ Ահա, արի Դավիթ ջան։ Այո, կատարվեց, տեղի ունեցավ։ Խնդրեմ պարոն Ավինյան, ինչ ունենք պատմելու։ Ունենք պատմելու, որ ստացել ենք 45 նոր տրոլեյբուսներ, մինչ այս մենք երկու խմբականակ էինք գնել, 15 եւ եւս 15։ Եվ այս անգամ գնել են 45 մի անգամից նոր տրոլեյբուսներ, որով որ ամբողջական մեր տրոլեյբուսային հին պարկը փոխարինում ենք նոր տրոլեյբուսներով։ Այսինքն հուսահատության տրոլեյբուս էլ չենք ունենա։ Այո, ռետրո, իրանց հուսահատության չկոչենք, իրանք այդքան վատը չեն, ռետրո տրոլեյբուսներ Բայց նոր ասում եք կարող է մի հատ տենց լավ վերականգնենք, ռեստավրացիա անենք, կամ միգուցե այլ ֆորմատով սրճարանի կամ գրադարանի ֆորմատով պահենք, այդ ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը փոխվում է այս նոր որակյալ լավ տրոլեյբուսներով, որոնք որ առանց գծերի նույնպես երթևեկում են մոտավորապես 60 կիլոմետր։ Պարոն Ավինյան, ես ճիշտ եմ հասկացել, որ մենք այս խմբականակը ձեռք բերելու որոշում կայացրել ենք նախորդ խմբականակների աշխատանքի արդյունքը վերլուծելով եւ արձանագրելով, որ տրոլեյբուսները ռեալ Երևանում կաշխատեն։ Այո, միանշանակ տրոլեյբուսների մեր գծերը կենսունակ է եւ տրոլեյբուսները կաշխատեն։ Եթե ասեմ ավելին, մեր գծերը ծախած եւ կերած չլինեն, մեր քաղաքում շատ լավ տրամվայներ կաշխատվեց։ Հիմա այնուամենայնիվ դեռ ունենք այնինչ ունենք, հիմա տրոլեյբուսային գծերում կունենանք նոր տրոլեյբուսներ, հետագա նոր տրանսպորտի ներդրման մասին էլի կունենանք ուշադրություն խոսել։ Եվ ամենակարևորը առանձնահատկություններից մեկը այն որ նույնարաշեն նայում եմ տրոլեյբուսը եւ նայում եմ որ տրոլեյբուսի գիծ չկա, այսինքն կա տրոլեյբուս, բայց տրոլեյբուսի գիծ չկա, այս տրոլեյբուսների առանձնահատկությունը այն է, որ իրանք լիցքավորվելով կարող են 60 կիլոմետր իրանք առանց լարերի երթևեկել։ Իսկ 60 կիլոմետրը Երևանի համար դա լուրջ թիվ է եւ նաեւ ես ճիշտ եմ հասկանում, իրանք երբ որ կպած են լարեն, իրանք զուգահեռ լիցքավորվում են եւ հիշում եք, չէ՞, ժամանակ որ վարորդները դուրս էին գալիս քաշում եւ այլն հիմա վարորդը տեղում անում իսկ կպնելն էլ հա այո մենք ունենք դեռ բաներ հատուկ սարքեր են կամրացնում, պարոն վարչապետ, որոնք որ գնում են այս եռանկյունաձև սենց մի հատ բան է, կպած այդ լարերին, գնում է ոնց էլ չլինի, այդ լարեն գնում է այդ եռանկյունի մեջ ու գալիս կա։
Այսինքն արվում է դա ընդհանրապես կնոպկայի։ Ես հիմա առաջարկում եմ, որ մենք սկսած վարորդի աշխատատերից, որովհետև տեսնում եմ, որ այստեղ բաներ կան, որ շատ հետաքրքիր է։ Սկսած վարորդի աշխատատերից, Դա կարևոր։ Մեր վարորդները հստակ նայեք։ Մեր վարորդների աշխատանքային պայմաններն է շատ կարևոր, չէ՞, որովհետև մարդիկ պետք է աշխատեն։ Մի վարորդը հերթափոխում քանի ժամ է իրատեսորեն անցկացնում։ 12 ժամ անցկացնում է։ Եվ սա sense մինի հələ այս նստարանի բանը հարմարանետությունից սկսած, այստեղ մենք ունենք մոնիտոր եւ դուռը նորմալ դուռ կա, որը բացվում փակվում է եւ մնացած էլի բազմաթիվ բաներ։ Սա բոլորովին ուրիշ այստեղ Շովածում, տաքացում, նստարանի, տաքացում, նույնիսկ մերսում կա նստարանի, բայց մերսումը չարժի։ Վարորդի մերսում։ Չէ՞ դե այդ բանը, որ մարդու մեջ կողոքնում այն ամենը միացնում է, sense բաներ է, ալիքներ է տալիս, մերսում, նստատեղը ալիքներ է տալիս եւ Մազագույնը աչքը կպնելու դեմ կողմի։ Կարևոր է տեսախցիկները։ Տրոլեյբուսի մեջ կան տեսախցիկներ եւ սրահում էլ կան, չէ՞, տեսախցիկներ։ Եվ կպածա ընդհանուր մի համակարգի on-line ռեժիմով դուք կարողանում եք տեսնել։ Օպերատորներում ենք հետևում են իրենց աշխատանքը։ Շատ լավ։ Հիմա մի հատ սրահն էլ նայենք, էլի։ Հա, պարոն Ավինյան, երբ ռեալի է դուրս կգան այս տրոլեյբուսից Վարչապետ, վալիդատորներով պետք է հագեցնենք սրան, այս 12 մետրանոցները 3 վալիդատոր ուտելում, մի քանի տեխնիկական հարց ունենք ուտելում, Քանի նստատեղ կա, մենք չգիտենք։ 24 նստատեղ, իսկ ինչքան մարդ կարա տեղավորվի նորմալmente։ Ես ինչ կա։ հա, հենված, հանրած հենված, դա միջազգային ստանդարտ։ Այստեղ էլ նաև անվասայլակով մարդկանց համար տեղն է։ Իսկ այդ բանը բացկող բան։ Հենց հիմա ցույց կտանք նույնիսկ, որ հիմա խնդրեմ մի քիչ այն կողմ գնաք ժողովուրդ ջան։ Աբեջանյան ջան։ Եվ նաև այդ ընթացքում տրոլեյբուսը Ես կարող կարծում եմ ես ճիշտ կանեմ, բայց եթե բացվում է, ու այս ընթացքում տրոլեյբուսը կարողանում է վարորդը թեքել, որ ավելի հարմար լինի հիմա թեքում Ես սա կարևոր եմ համարում նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց խորհրդի նիստերում մենք այս թեման բազմիցս քննարկել ենք, որ Երևանում հարգեցած են այլևս եթե ամբողջ բոլորն են, հա։ միայն են 5 Չէ, այս տրոլեյբուսները բոլորը։ Բոլորը, Դե, բոլորը։ հարգելի գործընկերներ, ես հիմա դիմում եմ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի անդամներին, տասնյակ անդամներով այս հարցը բարձրացրել եք, սրտնեղել եք, նյարդայնացել եք, որ նույնիսկ ասել են ամեն երթուղում մի հատ այդպիսի բան լինի, տրանսպորտել մի էլի բան է, բայց հիմա հաստորեն 45 տրոլեյբուս մենք ունենք, որոնք իմիջիայլոց բոլոր ուղղություններով են աշխատելու, մենք ունենք Մենք ունենք 5 գիծ, վարչապետ, որոնք բոլոր ուղղություններով այս մետրոբուսներն այլևս աշխատելու եւ ասեմ նաեւ այս թեմայի վերաբերյալ մեր վարորդները վերապատրաստում են անցնում, թե ինչպես կազմակերպել ավասայլակում մարդկանց մուտքը, տրոլեյբուսներ եւ ավտոբուսներ։ Դե իհարկե մեր վարորդները պատրաստվում են։ մեր հարգելի ուղևորներն պետք է աջակցողը լինի, որովհետև դա հոգատար հանրության կոնցեպտ է դա, եթե մարդ տեսնում է սայլակով մարդ կա, ինքը բարդ բան չկա, հիմա այսպես է պրոստը ուղղակի այդ բանը բարձրացնում են, իջեցնում են, մարդիկ պետք է աջակցող լինեն, որպեսզի նաև մեսերի պատրաստները իրենք լավություն։ Շարունակենք մեր շրջակը շատ մեծ իրադարձություն է, այնքան ուրախ եմ եւ պարոն Ավինյան, ես հիշում եմ, ասեք մենք բարբերաբար քննարկում ենք եւ մենք ասում ենք ամենաօպտիմալ լուծումը, որովհետեւ մեծ լուծումներ ունենք, այն 18 մետրանոցները քանի հատ են 250 հատ։ Հա, այսինքն դա մեծ ծրագիր է, որ դեռ պետք է նախապատրաստվել։ Մենք այս պահին նայեցինք մեր բյուջետային ինչ հնարավորություն կա, այս էլ է շատ կարևոր, որ այս էլ խալանվածը վերադարձրածի մասը այդ պետական բյուջեի միջոց է, սա դառնում է, սա այս տրոլեյբուսները նախկինում լինելու են, չգիտեմ,
ինչ ասեմ, բաներ, խամերներ, բաներ եւ այլն, չնայած մենք դեմ չենք, Երևանում շատ խամերներ կան, բայց ցանկացած մարդ ով իր աշխատում, արդյունքաստեղծում օրենքով սահմանված հարկեր վճարում, մենք միայն ուրախ ենք, որ խամերը լինի, Ferrari լինի, Porsche լինի, ընդհանրապես ամեն ինչ, որովհետև ռիլեր են հայտնվում, որ Երևանը շատ լավ բան են բերում, նա ես տեսնում եմ օպերատորները, ասում են մենք Երևանում ենք, հենց խնդրում ենք մեքենաները նայեն, ու սկսում են մեքենաները ցույց տալ։ Ես խոսում եմ ապօրինի ձեռք բերված, այդ հիմա էս են խամերնա, որը պետք է ճռիկներ աներ Երևանում քաղաքացիների վրայով եւ հաշվին, եւ հիմա դարձել է ահա այս կրոնիկը։ Դա ապակին չարթելու համար սարքա անվտանգության համար։ Սրակմարիչ։ Եթե վթարա տեղի ունենում ու միակ ապակին չեն Պարոն վարչապետ, բայց նաև վերհիշենք էլ ինչից ենք հասել սրան։ Սրանից մի քանի տարի առաջ մենք քննարկում էինք գազելում սկորուստը կմտնի մեկի մեջքը, թե չի մտնի, կամ գազելում, ասենք 20-ամյա գազելում, ընթացքում դուրը կփոխվի, թե չի փոխվի։ Ես ուրիշ բան եմ ասում, որ 2018-ից հետո մարդիկ անդադար ինչ-որ ձևով էլ արդարացի կերպով անընդհատ մեզ ասում են բաղուսատության գազելները, ուսատության գազելները, բայց էլի ասում եմ, երբ որ ցանկացած տեղում, երբ որ քաղաքային իշխանության եւ կառավարության գործունեության մեջ դիսոնանս կա, այդ խնդիրը առաջանում, որտեղ մենք այն ժամանակ էլ ենք ասում, հիմա պարոն Արմինյանը ասում է, որ հաջորդին մենք պետք է էլեկտրո ավտոբուսներ դնել։ Այդ հարցի վրա մենք ամիսներ ենք փորձել, որ ասել ենք, լսեք, տրենդներ կան աշխարհում։ Մենք պետք է գնանք էլեկտրո ավտոբուսների ճանապարհով։ Բա ո՞նց է մասիվ բարձրանալու, ո՞նց է, այսինքն այդ լարվածությունը, որ դիսոնանս է տեղի ունենում, դա այն խնդիրները, որ կա Երևանում, այդ դիսոնանսի հետևանքն է, որ մարդիկ գալիս են միտեղ են հասնում, մեկ էլ սկսում են իրանք դնում են բանի տեղ, հեգեմոնիկ է, որ վերջ, արդեն իրանք լրիվ ուրիշ բան է, որտեղ այդ դիսոնանսը կա, իսկ որտեղ կա երկխոսություն, ցանկացած քաղաքի է, եկեք գնանք նայենք, էլ եմ ասում քաղաքներ կան, այսօր որ բանը համայնքի ղեկավարը ընդդիմադիր քաղաքական ուժից է, Բայց դիսոնանսի մեջ չի։ բայց գործի մեջ ամենադիսոնանսի մեջ չգնանք այդ քաղաքներին մենք արդեն արդյունքները տենում ենք, մտնում ես քաղաք առաջին բան ցուցանակից հետո արդեն երևում է։ Իսկ հիմա գնանք Գյումրի, ասում եմ մայրուղու ցուցանակը անցնում է, մտնում ես ավերակների մեջ։ Ինչի որևէ Գյումրի որևէ նախկինում էլ նենց չի եղել, որ ընդդիմադիր ինչ-որ շարժեր են արել, բայց սենց մեկուսացած իրանք որ չգիտեմ ինչ, այդ ամեն ինչը հետևանք ա ունեցել։ Եվ մենք հիմա Երևանում ենք, սենց վազքի մեջ ուզում ենք այդ բանը ճեղքը լրացնենք, այդ քաղաքի կառավարման, դա ճգնաժամ է, եթե կառավարության բան, ես չեմ ասում, մենք քաղաքական հարցերով, ես ասում եմ կառավարչական հարցերով, որ հարցը պետք է լուծենք, պետք է քննարկենք, եւ այս պատմությունն էլ պարոն Արմինյանի հետ մեր հերթական զրույցներ, մենք ուզում ենք հասկանալ ոնց անենք, որ էֆեկտիվ եւ արագ լուծենք եւ եկան որոշման, որ պետք է այս անեն եւ կառավարությունն է որոշումը կայացրել։ Այո, ամբողջապես կառավար, այս մեկը ամբողջ խմբականակը դուք եք ֆինանսավորել, պարոն վարչապետ։ Եվ շատ ուրախ եմ, որ մաքսիմալ արագ եղավ։ Էդ էլ է, հետո գնում է պատտվում, ինչ եղավ, չգիտեմ, մրցույթա, չգիտեմ, հեսա, չգիտեմ, այնա, չգիտեմ, այնա, էֆեկտիվ ձևով եկավ ու լավագույն գնով, չէ։ Ամենա։ Այսինքն մենք այս տեսակ տրոլեյբուսի համար ստացել ենք ամենացածր գինը հնարավոր։ Եվ պարոն վարչապետ, եթե թույլ տաք շարունակելով Գյումրիի թեման, այդ ձեր ասացի համար է կարևոր, որպեսզի մենք հունիսի 7-ին Գյումրիում ստանանք ջախջախիչ մեծամասնություն, որպեսզի գնանք ցրենք այդ խայտառակությունը, որը կորոնա իշխող Գյումրիում, նոր ընտրություններ անցկացնենք ու կարողանանք ստեղծել իրավիճակ, որ Գյումրին կառավարեն ոչ թե հանցագործներ, այլ նորմալ մարդիկ։ Ես այդ թեմային անդրադարձել եմ, որ ասում են Գյումրի 2 սարի հարաբերություն, ես ասել եմ, որ չի Գյումրի մեկ։ Ըդնելու է հեղափոխություններ ու Գյումրի մեկ, որովհետև հեղափոխությունը, միջև հիմա Գյումրիում հեղափոխական իշխանություն չի տեղավորվել,
կառավարության իշխանություն եւ հունիսի 7-ից հետո պետք է այդ հայտարարությունը ստենք, հայտարարությունը ասելով նկատի ունեմ այն վիճակը, որին մենք հետագա Գյումրին եւ կառավարությունները ոնց որ այդ դիսոնանսը Երևանի հետ լուծվեց, բայց Երևանի հետ մենք արդյունքները նոր ենք տենում։ Դուք արդեն քանի տարի է որ Երևան 2.5 Չէ, ընտրությունից հետո չէ, դրանից առաջ էլ 3 տարի է, մենք արդեն վերջին 6-7 ամիսները, որ արդեն զգում ենք, որ արված աշխատանքը սկսում է կշիռ ստանալ, որովհետև դա էլ չէ ժամանակ տամ, սկսած պլանավորումից, որովհետև եթե քաղաքային իշխանության պլանավորումը չի բռնում կառավարության պլանավորումների, մենք չենք ասում ենք, որ կառավարությունը պետք է մանալու, բայց քննարկում գալիս է մի ընդհանուր հայտարարություն եւ ընդհանուր տրամադրություն կունենք արեցին։ Սիրելի երևանցիներ, բոլորի շնորհավորում եմ։ Սա մեծ իրադարձություն է, եւ իհարկե շնորհավորում եմ նաեւ Երևանի հյուրերին, ովքեր օգնում են քաղաքային տրանսպորտին, որովհետեւ սա Եվ Տարոսը մեր մյուս բոլոր համայնքները։ Գյումրին նույնպես պետք է ունենա էլեկտրաավտոբուս։ Այո։ ոնց որ շատրվան է, ոնց որ մյուս բաները, ոնց որ գնացին։ Անջատել մեզ շարժը։ Ես անջատի հանրի հետ։